Դեռ 2022 թվականին մի հարցազրույցով ինչ-որ միտեղ էլ նաև հումորով ներկայացնում է, թե ինչ է սպասվում Իրանի հետ կապված և խնդիրը նա է, որ ինչու հումորով, որովհետև դե ի վերջո մեր հարևան երկիրն է, հո չէինք ասելու Միացյալ Նահանգները պլանավորել է, որպեսզի հարձակում գործի Իրանի վրա և նաև իր ցանկալի թեկնածուն այնտեղ դնի։ Այսինքն դրա համար դա ավելի շատ մեր հասարակության համար էր, որ իրանք հասկանան զարգացումները և կանխատեսելի լինեն։ Դե ինչ դիտեք և դատեք ինքներդ։ Ինչպես տեսնում եք, Իրանում որոշակի լարվածություն առաջացի կրոնական։ Շատ դեպքերի մտածում են սա կարող է պատահականություն լինի։ Բացարձակ պատահականություն։ Հիմա մենք հասկանանք ինչա կատարում։ 79 թվականի հեղափոխությունից առաջ Ամերիկա մեծ երկիր էր։ Այսքան տարի Ամերիկայի նկատմամբ ատելություն սերմանվե։ Ամերիկան ինչ ուզում աներ, չէր կարողանում մտնել ներս։ Միանգամից մոբիլիզացվում են ընդդեմ Ամերիկայի, որտեղ դա թիվ 1 թշնամին էր։ Սանկցիաներով էլ չկարողացան խեղճացնել Իրանին, դե 1.680.000 քառակուսի կիլոմետր երկիր է, էլի, համարյա 90 միլիոն։ Դեմոգրաֆիկ էլ ամենաերիտասարդ երկրներից մեկն է։ Եվ այդ պարագայում Ամերիկային դա չհաջողվեց։ Իսկ հիմա Ամերիկան ինչ ասեց։ Լայք եք մեր հարաբերությունը ջերմացնենք։ Եթե լավ լնենք, սանկցիաները կհանենք։ Հենց սկսեցին իդեմս Ամերիկայի թշնամի չտեսնել, հետո շուռ եկան ասին Բայց ինչ ենք այս կրոնականի հետևից ընկելու այսքան եք։ Հետո շատ պատահաբար, եթե հանկարծ կհիշեն, ես ուղղակի հիշացնում, կարող է պատահաբար հիշեն, որ Շահզադե Ռեզա Փեխլևին ապրում է Մերիլենդ նահանգում։ Շահինշահ Մոհամմեդ Ռեզա Փեխլևի ավագ զավակը, որը ապրում է Մերիլենդ նահանգում, իհարկե Վաշինգտոնում չի ապրում, որ աչքի ընկնի, Նյու Յորքում չի ապրում, այտենց իր համար հով լրված է, էլի երկուսի արանքում տենց։ Հա, եւ ինքը հարավային Կալիֆոռնիայի համալսարանն ավարտել Լոս Անջելեսում եւ ինքնա բան արել, ասենք ավիացիոն սպայա ինքը, չէ՞, մենք հիմա այդ ամենը չգիտենք, չէ՞, ինչ է կատարվում։ Այսինքն, երբ որ կգա մի այդպիսի մի հսկայական էլիտա դուրս եկավ Իրանից եւ նրանք լավ կրթություն ստացան, նույնը ինչ որ Թուրքիայի գյուլենական թեման, այսինքն Ռուսաստանը, ԱՄՆ-ից կառավարվում է այս։ Դուրս եկան եվրոպայական կրթություն ստացան, լավ հրաշալի ապրում են եւ չմոռանանք Շեհզադե Փեխլևին բավական ակտիվ էր քաղաքական ու հասարակական գործունեությամբ զբաղվում եւ կրոնապետության դեմ լուրջ պայքար տանում եւ իր շարժումը արգելված է Իրանում։ Այսինքն ես այն չի համարեմ ասում, ես դավադրությունների տեսության կողմնակից չեմ, ուղղակի միամիտ հիշեցի։ Բայց որոշ զրույցներ էլ Ամերիկան իր համար այդ պահեստային տարբերակը միշտ թողել է, իսկ Շահզադե Փեխլևին ընդամենը 61 տարեկան է, դեռ 62 տարին չի լրացել։ Ուղիղ իմ թվին է ծնված 1960։ Ես ուղղակի դա ասում եմ, որ իրանք երբեք ինչ որ մի բան դնում են պահեստում, ասում են կարող է մի օր պետք է։ Ուղղակի մենք դա